Օրինակ, Կտրիչ Ներսիսյանի ուղիղ հրահանգի ենթարկվող Էրիկա, հարգելի գործընկերներ, վերջ։ Դադարեցրեք, շարունակեք, խնդրեմ, պարոն վարչապետ։ Ուղիղ հրահանգին ենթարկվող մի շարք հոգևորականներ, իմ տեսածն եմ ասում, սուրբ եւ անմահ պատարակների ժամանակ խորաններից կոչ են հղում Աստծուն, որ նա պահպանի Արցախի հանրապետությունը։ Այսպիսով եկեղեցին դարձնելով պատերազմի քարոզչության ինստիտուտ։ Սա ընդհանրապես շատ հետաքրքիր ֆենոմեն է։ Այս կոչերը հղում են, հետո ասում են եւ եւս խաղաղության Աստծուն աղաչեցուկ։ Այսինքն պատերազմի կոչ անելով Աստծուն պետք չի աղաչել խաղաղության համար, պետք է խաղաղությանը տեր կանգնել։ Պետք է ջանք գործադրել խաղաղությունը պահպանելու համար։ Սա մեկն է այն պատճառներից, թե ինչու պետք է հայաստանյաց առաքելական եկեղեցու փաստացի պետը հանգստի կոչվի, բայց միակ պատճառը չէ։ Իմ հանձնարարությամբ զեկույց է պատրաստվում հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցում առաջացած խորը համակարգային ճգնաժամի մասին, որտեղ շարադրվում են տասնյակ փաստեր, որ Կտրիչ Ներսիսյանը հայաստանյան Էրիկա, հարգելի գործընկերներ, դադարեցրեք։ Հարգելի գործընկերներ, բայց ինչ հետաքրքիր է, չէ, ինչպես վատ պետք է անես քո գործը, որ զբաղեցնես մի գահ, որը կոչվում է ամենայն հայոց, բայց ամեն անգամ, երբ որ քո անունը հնչի, պարակտում մտնի ամեն տեղ։ Ավելի լավ գնահատական քո վատ աշխատանքին հնարավոր չէ տալ։ Շարունակեք, պարոն վարչապետ։ Որ Կտրիչ Ներսիսյանը Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին դուրս է դրել կանոնական ծիրից, սրանից բխող բոլոր հետևանքներով։ Եվ եթե նկատել եք, Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման օրակարգը նույնպես տեղ ունի կառավարության գործունեության ծրագրում։ Վերադառնալով արտաքին անվտանգության թեմային, ուզում եմ հատուկ ընդգծել, որ ուժեղ պաշտպանունակ բանակը էական տեղ է զբաղեցնում իրական Հայաստանի մեր տեսլականում։ Բայց ինչու ենք այսքան շեշտում բանակի հանգամանքը, եթե խաղաղություն է հաստատված, եթե խաղաղությունը մեր երկարաժամկետ ռազմավարությունն է։ Մի պարզ պատճառով խաղաղության պայմաններում էլ ուժեղ պաշտպանունակ բանակ չունեցող պետությունը կարող է գայթակղիչ լինել ագրեսիայի համար եւ ուժեղ պաշտպանունակ բանակը այս իմաստով, այո, խաղաղության կարևորագույն գործիք է։ 2026 թվականի մայիսի 28-ի զորահանդեսը կարծում եմ հոդս ցնդեցրեց բոլոր այն շահարկումները, թե կառավարությունը արտաքին թելադրանքի ներքո Հայաստանի Հանրապետությունը թողել է առանց պաշտպանության։ Այդ սպառազինությունը եւ ռազմական տեխնիկան, որ այսօր ունենք, այն սպառազինությունը եւ ռազմական տեխնիկան, որ այսօր ձեռք ենք բերում եւ արտադրում, Հայաստանի Հանրապետությունը նախկինում երբեք չի ունեցել։ Մենք այո Հայաստանում ստեղծել ենք ռազմարդյունաբերական իրական համալիր, ու կառավարությունը շարունակելու է աջակցել ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանը։ Հիմա սակայն մենք մի կարևոր ու որոշիչ փուլ ենք մտնում։ Միջնաժամկետում ռազմարդյունաբերական համալիրը պետք է դառնա ֆինանսապես ինքնաբավ եւ ավելի ու ավելի պակաս կախված լինի պետական գնումներից։ Եվ ուրախ եմ հայտարարել, որ Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պայմանագրերի ծավալը շարունակաբար աճում է, իսկ պաշտպանության նախարարությունը իդեմս մի շարք տեղական արտադրողների ձեռք է բերել հուսալի մատակարարներ։ Այսօր մեր բանակը դինամիկ կերպով զարգանում է, բայց ոչ առանց պրոբլեմների։ Ինքնասպանությունների հասցնելու դեպքերը, սպանությունները, տարբեր պատճառներով մեր զինվորների մահերը խորապես մտահոգում են կառավարությանը եւ այս խնդիրները հասցեագրելու մեր ջանքերը
չեն դադարելու եւ մենք արդեն կոնկրետ ծրագրեր ենք նախանշում, թե ինչպես պետք է լուծենք այդ խնդիրը, միևնույն ժամանակ հասկանալով, որ դա որոշակի կապվածություն ունի նաև արտաքին միջավայրի փոփոխության հետ, ես համոզված եմ հարց ու պատասխանի ընթացքում այս թեմային ավելի մանրամասն անդրադառնալու առիթ կլինի։